Ներկայացնելու եմ մեր ծրագրի էներգետիկ բլոկը, շատ հակիրճ, ջրի մասը, կրկին հակիրճ եւ վերջում փոքր քաղաքական մաս։ Տեղյակ պահեմ համագումարին, որ մեր բոլոր նախընտրական ծրագրի բոլոր բլոկները, բոլոր բաժինները լուրջ էքսպերտների կողմից են կազմված, լուրջ գիտնականների կողմից փորձաքննության են անցել, ոնց որ տեսակ պաշտպանական համակարգը, պարոն գեներալ ներկայացրեց, այսինքն սա ոչ միայն կուսակցական, այլ նեղ մասնագիտական նաև փորձաքննություն է անցել։ Այդ առումով ես հիմա ներկայացնում եմ մեր էներգետիկ բլոկի շատ հակիրճ տարբերակը։ Հայաստանը ճակատագրական շրջադարձի առջև է կանգնած եւ մենք պետք է առաջիկայում ընտրենք որ էներգետիկ համակարգի մաս ենք կազմում, ինչքանով է դիվերսիֆիկացվում մեր էներգետիկան եւ որքանով ենք ռուսական էներգետիկ ազդեցությունը փոխարինում թուրքական էներգետիկ ազդեցությամբ։ Ասեմ, որ Հայաստանի էներգետիկ ռեսուրսների 76%-ը ռուսական ազդեցության տակ է։ Բայց այն դիվերսիֆիկացիան, որը մեզ ներկայացվում է, որ իբր այս իշխանությունները կատարում են, այդ բանը ոչ թե դիվերսիֆիկացնում է փոփոխություն, այլ ամբողջապես մտնում է Թուրքիա եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգի մեջ։ Եվ մեծ բլեֆի առջև ենք մենք կանգնած։ Մեր գազի, նավթի մատակարարումները, որը իբր պետք է արվի Ադրբեջանից, դրա մեծ մասը բլեֆ է, որովհետև այսօր Ադրբեջանը եվրոպական 11-12 երկրների գազ եւ նավթ մատակարարում է հիմնականում կամ նաեւ ռուսական ռեսուրսներից, այսինքն ռուսները, որպեսզի եվրոպական սանկցիաներից խուսափեն, Ադրբեջանին մատակարարում են գազ, նավթ, Ադրբեջանը այդ նավթը, գազը մատակարարում է որպես իր սեփական գազն ու նավթը եվրոպական կառույցներից։ Նույնպես մեզ տրվող գազը, նավթը, ձեզ տեղյակ պահեմ, որ Ադրբեջանը նավթի վերամշակման բարձր որակի վերամշակման համակարգ չունի։ Դրանք ստանում են Ռուսաստանից, այսինքն մեր այն նավթ ու բենզինը, որ մենք ստանում ենք Ադրբեջանից, սիմվոլիկ, դա ռուսական են, ռուսական այսինքն բլեֆ է տեղի ունենալու, որ մենք իբր մտնելու ենք այդ բանի տակ ադրբեջանական, բայց իրականում ստանալու ենք ռուսական գազ, նավթ Ադրբեջանի միջոցով։ Նույնը հացն է, նույնը մնացածներն է։ Հիմա Թուրքիայի հետ կապված։ Թուրքիան անցյալ տարի 34 կազմակերպությունով միջազգային կազմակերպություններին դիմեց, որ մեր ատոմականը վնասում է Թուրքիայի բնակչության առողջությանը, քաղցկեղածին երևույթներին հայտնաբերվել, ՄԱԳԱՏԵ-ին էին դիմել, ՄԱԳԱՏԵ-ն մերժեց, բայց խնդիրը հետևյալն է՝ փակել հայկական ատոմականը, որին համաձայնվել է այսօրվա մեր իշխանությունները, ստեղծել ամերիկյան կամ այլ երկրների, որոնք ստեղծված չեն, չկան, գոյություն չունեն, մոդուլային ատոմականներ, արդյունքում մենք չենք ունենում ատոմային կայան, էլեկտրոկայան, Թուրքիան ստեղծում է իր ատոմային կայանը ռուսական տեխնոլոգիայով, ռուսական աջակցությամբ, բավականին հզոր, եւ մենք, որ հիմա արտահանող երկիր ենք, դառնալու ենք ներմուծող երկիր։ Ընդ որում, մենք Թուրքիային հոսանք ենք ծախում տարիներ շարունակ քիչ, բայց հետագայում, եթե հանկարծ իրականանա Նիկոլիես ծրագիրը, մենք ներմուծող ենք դառնալու էներգետիկ առումներով։ Ինչ է մեր առաջարկը։ Կոնգրեսը առաջարկում է, որ Հայաստանը այսուհետև իր զարգացման տեմպերի հետ կապված, ինտեգրացիայի հետ կապված, հյուսիս-հարավ գծի հետ կապված էներգիա սպառումները շատանալու է։ Եվ մեզ անհրաժեշտ է նոր ատոմակայան։ Մենք կողմ ենք 1200 մեգավատանոց ատոմականի կառուցմանը ռուսական տեխնոլոգիայով, բացատրեմ ինչու համար, աշխարհում կա 32 երկիր, որոնք ունեն ատոմական, մենք դրանցից մեկն ենք։ Աշխարհում կա 190 ատոմակայան եւ 440 ատոմային բլոկ։ Եվ դրանց 2/3-ը ռուսական տեխնոլոգիայով աշխատում։ Այդ նշածս 32 երկրների ատոմականների 20-22-ը ռուսական տեխնոլոգիայով։ Ինչու համար, որտեղ ռուսական ատոմային տեխնոլոգիան Ռոսատոմի լավագույնն է, էժանն է եւ ամենաանվտանգն է։ Նրանք այս բային կառուցում են Իրանում, Եգիպտոսում, Հունգարիայում, Ղազախստանում, Պարսկաստանում եւ այլուր։ Եվ մյուս բլեֆը ամերիկյան տվյալ դեպքում, որ Նիկոլը առաջարկում է մենք մոդուլային ատոմականներ ստանանք, մոդուլային ատոմականների վառելիքը, ուրանը ամերիկացիները մեզ չեն տալու, եթե մեզ տալու են, ապա տալու են ռուսականը։ Ամերիկյան շուրջ 100 ատոմականներից երկուսի ընդամենը
էներգոպաշարներն են, որ ամերիկյան բաներով են, ուրանով են սպասարկում, հիմնականում ղազախական, ռուսական վառելիք է։ Այսինքն, եթե մենք գնանք այս ավանտյուրային եւ ստեղծենք այստեղ դեռ չստեղծված, դեռ չփորձարկված, դեռ գոյություն չունեցող մոդուլային ատոմականներ, ապա ռուսական վառելիքը կամ ղազախական վառելիքը գնալու է Միացյալ Նահանգներ, մենք Միացյալ Նահանգներից առնելու ենք։ Սա բլեֆ է։ Էներգետիկ առումով ամբողջապես բլեֆ է այն ծրագրերը, որ մեզ մատուցում են, որի արդյունքում մենք դառնալու ենք թուրքական եւ ադրբեջանական վասալ էներգետիկ համակարգով։ Էներգետիկան անվտանգության լրջագույն մաս է։ Այդ առումով մենք առաջարկում ենք ռուսական 1200 մեգավատանոց ատոմակայան, որը 36 թվականից հետո պետք է հոսանք արտադրի, մինչև 36 թվականը մեր ատոմական գործելու իրավունք ունի։ Եվ երկրորդ խնդիրը, որ շատ կարևոր է, մեր մոտ զարգացել է լավ թափով զարգացավ արևային էներգիան, եւ արևային էներգիայի հզորությունները 15% է կազմում, որը լավ է, բայց անկառավարելի էներգիա է։ Նրան չես կարող պայստավորել, չես կարող կառավարել, չես կարող հետագայում օգտագործել։ Ուստի Հայաստանի համար ծայրահեղ անհրաժեշտ է դարձել կուտակիչների, ակումուլյատորների, մեծ հզորությամբ ակումուլյատորների կուտակիչների ստեղծումը, արտադրությունը առնելը, որը դա կարող ենք անել միայն արևմտյան երկրների հետ։ Նիդերլանդներ, Գերմանիա, Կորեա, Միացյալ Նահանգներ, Իտալիա եւ այլն։ Դա մեր կարևոր ծրագիրն է, այսինքն էներգետիկ կուտակիչների հարցը։ Սա էներգիայի հետ կապված շատ կարճ մատուցումն է, ձեզ վստահեցնում եմ, որ լավ ծրագիր է, հիմնավորված ծրագիր է եւ քաղաքական եւ տնտեսական առումով։ Հաջորդ հարցը ջրի հարցը։ Մենք խիստ կարևորում ենք առաջին անգամ է, որ այսքան լրջությամբ ջրի հարցին վերաբերում ենք եւ մեծ ծավալով ներկայացնում ենք, էլի լրիվ պրոֆեսիոնալ գիտնականների միջոցով է կազմվել այս ծրագիրը, ջրի խնդիրը ապագայի կարևորագույն խնդիրներից մեկն է։ Ապագա պատերազմները հատկապես մեր ռեգիոնում եւ ոչ միայն մեր ռեգիոնում լինելու է ջրի համար։ Ջուրը դառնալու է եւ հիմա էլ կա բանի գլոբալ տաքացման հետ կապված եւ այլ process-ների հետ կապված դառնալու է խիստ կարևոր ռազմավարական ռեսուրս։ Հայաստանը ձեզ չթվա թե ջուր շատ ունի, մենք համարում ենք սակավաթիվ ջրի երկիր։ Հայաստանի ամբողջ ջրային ռեսուրսը ամբողջ կազմում է 7.3 միլիարդ խորանարդ մետր։ Այդ 7.3 միլիարդ խորանարդ մետրից ընդամենը 30%-ն է, որ մենք օգտագործում ենք։ Սա լուրջ վատ թիվ է։ Մնացած ջրի հոսքերը Հայաստանից դուրս են գնում։ Հզոր են այն երկրները, գիտնականները, ջրի մասնագետները, այսպիսի տերմին ունեն, ջուր են բռնում։ Հայաստանը պարտավոր է ջուր բռնել իր ապագայի համար եւ հաղթում են այդ պատերազմում այն երկրներ, ովքեր շատ ջուր են բռնում եւ շատ ջուր են վաճառում։ Ուստի այդ ջուր բռնելու ամբողջ մեր կոնցեպտը հետեւյալն է. կառուցել լուրջ մեծ ջրամբարներ, ջուրը բռնել, պահել, հետո օգտագործել։ Դրանք տարբեր մեխանիզմներն են։ Ջրամբարներն են, ոռոգման ջրի լավ ռացիոնալ օգտագործումն է, բարձր լեռնային գոտերում կասկադային ամբարտակների կառուցելն է, որ ջուրը չգնան հոսեն գետերը, դանդաղ հոսեն գետերը, ուշ հասնեն գետերին եւ երկար ժամանակ մնան Հայաստանում։ Մեկ հատ խնդիր կա, ստրատեգիական, դաժան, վատ խնդիր։ Հայաստանի ստոր երկրյա ջրի մակարդակը, հողի տակի ջրի մակարդակը շուրջ 5-6 մետր իջել է։ Հիմա որոշ չափով սկսել է բարձրանալ, դա նշանակում է առաջացել է Հայաստանի ջրի հողի տակ, հատկապես Արարատյան դաշտում, հողի եւ ջրի մակերևույթի բան, սնամեջություն 5 մետր, որը երկրաշարժի, վտանգի եւ տարբեր փլուզումների պատճառ է, շատ էստեղ մի հատ լուրջ խնդիր կա նաեւ ատոմականի հովացման հետ, որը կապված է այս բանի հետ եւ Հայաստանի պարտադիր արագ ռազմավարական խնդիրներից մեկը ջրի հավաքելն է Հայաստանում։ Երկու սա այդ կապված կապսի ջրամբար 100 միլիոն խորանարդ մետր ջուր, որը սարքվեց, Նիկոլի իշխանությամբ սարքվեց, 26 թվին հասած կանգնեց։ Սա տարօրինակ երևույթ էր։ $100 միլիոն, $100 միլիոն եվրո ծրագիր, գերմանական KfW-ն էր տվել 70 միլիոն եվրո, կանգնեց այդ շինարարությունը, չի կառուցվում։ Սա մեր ծրագրի մեջ որ պարտադիր պետք է կառուցվի, դա երկրորդն է ըստ կառուցող ծրագրերի մեջ իր ծավալի մեջ եւ առաջինը, որ ամենակարևորն է ինձ համար, ես շատ եմ կարևորում, ուզում եմ դուք էլ սա կարևոր, Եղվարդի ջրամբարը։ Սա մի էպոպեա ունի, մեզ համար դարձել է թիվ 1 խնդիր։
Դա պետք է դաբից անենք, ներող կլինեք բարի համար։ Այս ջրամբարը պետք է կառուցվի։ Սովետի ժամանակ սկսվել է 80-81 թվականից այս կառուցումը, 10 տարի գնացել է, 70 տարի, 70% կառուցված է։ Ես եղել եմ այդ ջրամբարում, տեսել եմ ամբողջ 5 կիլոմետր երկարությամբ ջրամբարի տարածք է Եղվարդի մոտ։ 1080 հեկտար տարածքով։ Նրա ջրի տարողությունը կազմում է 322 միլիոն խորանարդ մետր։ Սա լրջագույն ծավալ է։ Ախուրյանի ջրամբարից հետո հաջորդ ամենածավալուն բան է, որը կառուցվելուց հետո ոռոգելու է 40,000 հեկտար տարածք, 40,000։ Դա դառնալու է ոչ միայն ջրի լրջագույն մեծ պաշար, որը Սևանի մակարդակը բարձրացնելով գալու է ջրամբար լցվի, այլև այդ ջուրը չի գնալու թափվելու գետ Արաքս եւ Ադրբեջան եւ Թուրքիա։ Խնդիրը ջուրը պահելն է եւ այս ծրագիրը ինչքանով է գրավիչ աշխարհում հազվագյուտ ջրամբարներ կան, որոնց տակը բետոն չի արում, սրա տակը գրունտային է, բան է, կավային է եւ բնական միջոցով է ջրամբարը կառուցվելու։ Ամբարտակները ամբողջապես կառուցված են։ Ինչն է տարօրինակ, Սերժ Սարգսյանի ժամանակ այս ջրամբարը էլի սկսվեց սարքվել, մի քանի տարի կառուցվեց ու էլի կանգնեց։ Խոսում են որ կա քաղաքական դրդապատճառ այդ ջրամբարը չկառուցելու համար, հիմա էլ քանի տարի դրած է Նիկոլի Սեղանին չի անում, չգիտեմ, չեմ ուզում վերսի ասել, որի մասին լսել եմ, բայց չեմ կարող հիմնավորել։ Սա մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, ջրի պահպանությունը, ջրի բռնելը եւ Հայ ազգային կոնգրեսը շատ լուրջ էներգիա ջանք ենք տրամադրելու էներգետիկ եւ ջրային ռեսուրսները Հայաստանում պահելու համար։ Շատ կարճ ներող կնեք երկար, ես չներկայացրեցի այս երկու ծրագրերը շատ կան, մենք հաղորդումների ընթացքում տարբեր ձևերով կմատուցենք մեր հանրությանը այս մի քանի կարևորագույն խնդիրները։ Հիմա ավարտեմ շատ կարճ քաղաքական ելույթի իմ ուղերձով։ Սիրելի գործընկերներ, հարգելի հյուրեր, հարգելի իմ գերագույն խորհրդի գործընկերներ, այս տարի մեր անկախության 35 տարին է, 35-ամյակը։ Դուք Հայաստանում զգում եք այդ տոնական զգացողությունը։ Ամոթ է, ամոթ, հազարամյա ժողովուրդ, որը հարյուրամյա տարիներով երազել է անկախության, ու մենք հասել ենք այդ անկախության, սեպտեմբերի 21 ենք ունեցել, այսօր ամաչում են, ստվերում են, վախենում են, չգիտեմ, չկա, այդ տոնը չկա։ Եվ մեր այս առաջիկա ընտրությունները, հարգելիներս, ես այսպես եմ բնութագրում։ Սա ազգային ժողովի ընտրություններ չի։ Երբեմն մերոնց մեջ կա ընկճվածություն, երբեմն առաջարկ չմասնակցել, լինում են այդպիսի ներքին խոսակցությունների ժամանակ։ Սիրելիներս, ես ասեմ, որ սա ինձ համար եւ կուզեմ որ ձեզ համար նույնպես լինի հանրաքվե։ Մենք այս ընտրություններին հունիսի 7-ին պետք է որոշենք, մենք տեր ենք մեր անկախությանը 35 տարի առաջվա, թե թողնելու ենք Նիկոլը մեզ ադրբեջանացնի, թե թողնելու ենք Հայաստանը դառնա վիլայետ Թուրքիայի կամ Ադրբեջանի, եւ ամենևին սա չափազանցություն չի, եթե խորանակ այն տնտեսական ծրագրերի, էներգետիկ, ջրային, չգիտեմ, քաղաքական, դիվանագիտական, միջազգային կտեսնենք, որ ամբողջապես, ամբողջ ծավալով Հայաստանը գնում է Ադրբեջանի վասալացման։ Եվ ինչու եմ ես ասում, որ այս ընտրությունները լինելու է հանրաքվե, որով պետք է մեր ժողովուրդը մի անգամ կամ տեր կանգնի, կրկին տեր կանգնի իր 91 թվականի հանրաքվեի արդյունքներին, կամ մենք մոռանում ենք պետականության մասին։ Ջրի համար ես ասեցի, ուրեմն ներքին ջրերի համար կա մի հատ շերտ գիծ, որից հետո բնությունը հրաժարվում է վերականգնել իր ջրային ռեսուրսները։ Այդ ջրի ներքևի շերտը, եթե մի 6 մետրի ճիշտման ներքև, որքան էլ հորդառատ անձրև գա, որքան էլ դու ջուր լցնես, չի վերականգնվելու։ Ես կարծում եմ ցավալորեն, այս հանրաքվեից հետո իմ ասած, եթե հայ ժողովուրդը տեր չկանգնեց իր անկախությունը, դառնալու է process-ը անշրջելի, այսինքն մեզնից հզոր տղեր կան, մեզնից հայրենասեր տղեր կան, չեն կարողանալու վերականգնեն, որովհետև դեմոգրաֆիկ առումով, ռազմաքաղաքական, չգիտեմ, աշխարհում տիրող process-ների առումով մենք կուլ ենք գնալու։ Չեմ գունավորում, այս ընտրությունները կարևորագույնն են մեր պետականությունը պահպանելու համար։ Մենք ենք վերջին փրկողակը։ Նիլս Բորին, որ բան են տալիս, Նոբելյան մրցանակ, ներող կլնեք,
40 տարի տառապելու, չարչարվելուց, այսպես աղքատության մեջ ապրելուց հետո, որ Նոբելյան մրցանակին, ասում են ինչի սեր պետք, հասել եմ ապ, ու դուք ինձ խեղդելուց ուզում եք փրկել, հիմա մենք խեղդվելու փուլում ենք։ Հայ ազգային կոնգրեսը կամ պետք է լինի այդ փրկողակը, մեր անկախությունը, պետականությունը փրկի, կամ չի լինելու։ Այս ձևով գնացեք ընտրության։ Պարլամենտի հերն էլ անիծած, դեպուտատ լինելու հերն էլ անիծած։ Երկիր կորցնենք, թե չկորցնենք, հանրաքվեի ենք գնում։ Եվ այս խնդիրը լուծելու համար դուք պատրաստ եք, թե չէ։ Մանդատս ուզում եք հենց հիմա տվեք, պատրեմ գցեմ, ինձ պետք չի, ինձ տվեք իմ երկրի անկախությունը, մեր անկախությունը։ Եվ մտածեք այսպես, վերջին հորդորս, խնդրանքս, հələ մի հատ վեր կանգնեք, ձեր թորների աչքերով 30 տարի հետո, 50 տարի հետո ինչ են ասելու մեր սերունդի մասին, կամ այս են անկախության սերունդներ, որ պահեց երկիրը, որը ստեղծեց եւ հիմա էլ կարողացավ պահել, կամ Տերը տվեց։ Այսինքն մեր վրա պատմական առաքելություն կա։ Յուրաքանչյուրը ձեզ դիտարկեք պատմության մի հատ կտոր, մի հատ էլեմենտ, մի հատ մասնիկ։ Եվ եթե այս դիտարկումով տարածքային հերվից եւ ժամանակային հերվից նայեք մենք մեզ այսօրվա այս համագումարին, կտեսնեք, որ պարլամենտական ընտրությունները շատ փուճուրիկ բան են, այն մեծ խնդրի առաջ, որ մեր առաջ դրված է։ Պետության, պետականության պահպանություն։ Եկեք այդ մեր վրա դրած առաքելությունը, պարտքը հնարավորինս կատարենք։ Ես մեզ հաջողություն եմ ցանկանում։ Շնորհակալություն։